սպասենք բանակցությունների չեմ տեսնում ինչ-որ չեմ տեսնում առաջնաս ստատուս կվոն պահել ազուր չէ, արդեն կարծում եմ վատ չէ, չնայած ես միշտ անկեղծ եմ խոսել, ինձ դուք չի գալիս Արցախի ոչ երկարակական հարցերի վերաբերյալ, որ նման դիրքորոշումներ են ցուցաբերում, ես դա չեմ ողջունում, որովհետև դա սխալ է, դա վտանգավոր է, դա լավ չէ։ Եվ ընդհանրապես գիտեք ինչ այս 45 համարձակները շահերների մեջ, որ այս ամբողջ պատերազմը ներքին հայտարարել է, որ ես կարծում ընդհանրապես ոչ ոք չի ներկայացնում դրանից, պարզապես ժողովրդին ջուր են լցնում այն ուժերի ներքին եւ հիմնականում արտաքին, որոնց սրտով չի այս բոլորը եւ որոնք կուզեին կանոնեցնել այս հաղթարշավը ես կասեմ։ Եվ համոզված եմ, որ դա արդյունք չի ունենալու, ինձ հասցնում եմ որտեղից է իմ լավատեսությունը։ Ես մի բան գիտեմ, եթե մի բան հասկանում եմ քաղաքականությունից, որ այս բոլորի հիմքում կա մի ահռելի ուժ, դա ժողովուրդն է։ Ժողովուրդը երբեք չի գնա այն ճանապարհով, որ ցանկանում են նման ուժը։ Նա կտեսնեք ամսի 17-ին ինչ ասում են այնտեղ, այսպես կլինի, պակասում է, ոչ մի նման բաներ չի լինի։ Եվ եթե փորձեն հետ պատտացնել այս բոլորը, եւ եթե Քոչարյանը փորձի այնտեղ ինչ-որ շարժումներ անել, դա միայն եւ միայն բումերանգ կլինի։ Ես ընդհանրապես կարելի է այդ կապ չունեմ, թե չկասեի ավելի լավ բանտից դուրս մի արի, որտեղ բանտում ավելի լավ կլինի։ Ինչը հաշվի առնելով եք ասում, որ արտաքին քաղաքական կուրսը հաջող է, այսինքն ինչ ֆակտորներ եք հաշվի առնում, ինչ արդյունավետություն եք տեսել այցերից Ռուսաստան, Եվրոմիություն, որ ասում եք լավ քաղաքական կուրս է։ Ես ասում եմ ճիշտ քաղաքական կուրս է, եթե դուք համաձայն չեք ինձ հետ, ես մենակ փորձում բացատրել։ Հաջող ասեցիք, չէ՞, հաջող է։ Հաջող է նրանով, որ Ռուսաստանի հետ հաջող է զարգանում հարաբերությունները, որտեղ ամեն ինչ արվեց եւ առ այսօր արվում է, ոչ միայն ներսից, այլև դրսից։ Սահակաշվիլի հայտարարությունները լսեցիք, Սահակաշվիլին ամեն ինչ արեց, որ Հայաստանի Փաշինյանին հանի Ռուսաստանի դեմ։ Ես ասեցի եւ հիմա էլ եմ ասում, որ ընդհանրությունը, որ ինձ ասում եմ մենք շատ նման ենք, բոլորովին նման չէ։ Հիմա խնդիրը նրանում է, տեսեք, որ Ռուսաստանի հարցում ամենակարևորը նա է, որ ասվել է եւ ոչ մի լուրջ փոփոխություն հայ-ռուսական հարաբերություններում ամենայն դեպս մոտ ապագայում ես չեմ տեսնում, որը չի բխում ոչ Հայաստանի շահերից, ոչ էլ Ռուսաստանի շահերից։ Իսկ անգամ Լավրովի հայտարարությունից հետո բավականորեն բավական կոշտ էր, չնայած հիմքեր չկար դրա համար եւ շատ հեռուն գնացող հայտարարություն չէր։ Ես գտնում եմ, որ դա հայտարարությունը սխալ էր։ Դրանից անմիջապես հետո այստեղ եկավ պաշտպանության փոխնախարարը եւ ասեց, որ զենքերի մատակարարումը կամ վաճառքը է եւ ուրիշ ոչ մի փոփոխություն եւ սա ներքին գործ է։ Հիմա նույնը ես կասեմ արևմուտքի հաշվով, տեսեք, որ Եվրոպան բավական այնտեղ շփոթություն առաջացրեց Փաշինյանի հայտարարությունը, բայց դա է կարծես թե հասկացողություն գտա։ Գիտեք ինչ է կատարվում։ Ես ունեմ, որ մենք բոլորս հասկանանք մի շատ կարևոր բան։ Հիմնովին փոխվում է Հայաստանի ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության փիլիսոփայությունը։ Ինչու է փոխվում, ես ասեմ, որովհետև մի շատ կարևոր բան կա, որը մենք պետք է հաշվի առնենք։ Հայտարարված է Հայաստանակենտրոն քաղաքականություն։ Սա ամենամեծ երևի հայտնությունն էր, որ եղավ 20-30 տարվա ընթացքում։ Չնայած հիմա դուք կարող եք ասել, բայց չէ՞ որ նույն բանը ասում էր Սերժը, նույն բանը ասում էր Ռոբերտը, ասում էին շատ բաներ, բայց հիմքում դնել Հայաստանի շահերը եւ կարողանալ գնալ անգամ այնպիսի երկրի հետ, ինչպես են Ռուսաստանը, բացատրելու համար, որ եկեք այս ձևի մեր հարաբերությունները
շարունակենք։ Ես կարծում եմ, որ սա հենց այն հաջողությունն է, որի մասին ես հասացի։ Գիտեմ, ուրիշին ձևի կարող եմ բացատրել իմ միտքը, որ հասկացնեմ։ Գիտեք, հետո դուք ասում եք 2-3 ամիս։ Ինչ է, դուք ուզում եք 2-3 ամիսվա մեջ շատ հետաքրքիր հայկական հոգեբանություն է դարել։ Ինչի ես չեղավ եմ, իհարկե չի ունի այդպիսին բան։ Ինչ է, երկնային մանանա պետք է իջնել, բայց բանով պետք է պահել այն ինչ որ կա եւ փորձել շարունակել եւ խուսափել այն սխալներից, սխալներ կան, իհարկե, առանձին խոսակցություններ, սայթաքումներ կան, այդ բաները պետք է բացառել։ Պատերազմի մասին դուք այդպես ինչ-որ անհանգստություն եք տեսնում եք նաև այս արտաքին աշխարհի պատերազմը նախորդ չեն ասում։ Հիտլերի արձակելուց կես ժամ առաջ ոչ ոք չլիներ։ Մենք միշտ պատերազմական կան, բայց ես կարծում եմ այսօրվա քաղաքական ռեալիան չի ուշում, ոչ թե նրա համար, որ դա միայն Հայաստանի շահերին չի բախում, հենց Ադրբեջանի շահերին չի բախում, Ադրբեջանը չի բախում, անգամ Թուրքիան չի ուզում այսօրվա, բայց բախումներ կամ բան ես չեմ բացառում, նման կարող են լինել, բայց գիտեք ինչն է ամենավտանգավորը, որ ասում եմ Ամերիկան չի թողում, Ռուսաստանը չի թողում, ես այդքան միանշանակ չեմ մոտենում այդ հարցը, տեսեք, եթե մի հատ հարված եղավ, ուժեղ հարված եղավ, կամ այս կողմից, կամ այն կողմից, հիմա այսօրվա տեխնիկայի և տեխնոլոգիայի պայմաններում այնպիսի իրավիճակ է, որ մինչև կանգնես են, կարող է շատ վնասներ հասցրել, հետո այնքան զենքի կուտակում կա, ես միշտ ասում եմ, եթե մենք կարողանանք հասնել Ադրբեջանի հետ մի բանի որ դադարեցնել զենքի այլևս ներկայում, այնքան զենք է հավաքված այստեղ, որ ամբողջ տարածաշրջանը կարող է գործել։ Բայց կարծում եմ, որ նման բան ոչ աշնանը, ոչ էլ ավելի ուշ ըստ երևույթին չպետք է լինի, չնայած մենք ունենք շատ մեծ խնդիրներ, հիմա ես չեմ ուզում ձեր թանկագին ժամանակը շատ բաներ խլել, հիմա ես օրինակ մեկ մարդկանց հետ մենք աշխատում ենք մի հարցի վրա, որը կոչվում է Նախճեվանի հարց, ուզում ենք կազմակերպել միջազգային կոնֆերանս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, անգամ Թուրքիայի մասնակցության, եթե կան Իրանն է շատ մեզ այդ հարցում պաշտպանում, երկու օր առաջ դեսպանությունում խոսել են երկրավերը ներկայացրել են իրենց, որտեղ տարածաշրջանը շատ ուղղելուտալում է և շատ հետանգավոր է ամեն բայց Հայաստանի շանսերը կարծես թե ավելի ուժեղ են և հիմա տեսեք, այս բոլորից հետո թվում է թե քարտ չի ծագում, որ խառը վիճակ ստեղծվեց, անգամ հիմա Ադրբեջանը չի չհարցակվեց Հայաստանի։ Օրինակ այդ հարցը միշտ ինձ ման։ Հենց այս օրվադրության։ Ուզում եք այդ հարցը։ Ինչու չհարցակվեց, ես էլ եմ ուզում, եկեք միասին մտածենք, թե ինչու չհարցակվեց, որովհետև Ռոբերտ Ստրակովիչը ասեց, եթե մենք եթե սահմանի վրա լինում է, կամ ներքին եթե լինում է խստժություններ կամ անհանգստություն, ապա դրանից օգտվում են, և մենք դրանից օգտվել ենք իր հարաբերությունները։ Օրինակ Ադրբեջանը չի չօգտվեց, որովհետև այս ինչ-որ կատարվում է շատ հավասարում է շատ համայնքներով նույն Բաքվի համար, ինչպես այսպես եղավ, որովհետև մենք դեռ չենք պատկերացնում, թե Հայաստանում ինչ կատարվում։ Ես անկեղծորեն եմ ասում։ Իսկ այս Բաքվում ձեր նախորդ իշխանությունը, թե նորը։ Երևի նախորդ, որովհետև այս իշխանություն, տեսեք, այս իշխանության նկատմամբ աշխարհի համակրանքը մեծ է, դա ոչ մեկը չի կարող։ Հիմա եթե որևէ բանից ասեն դեմոկրատական, ժողովրդավարական, թափանցիկ եւ այլն, վերջապես ապահի երկրներում սա առաջին դեպքն է, որ նման ուրեմն հեղափոխական երկրի նկատմամբ դուք գրավեցիք այսպիսի մի ես հիպոթետիկ եմ ասում։ Ամեն դեպս պատասխանելով ձեր հարցին, ես կարծում եմ, որ չի լինի նման բախում։ Շնորհակալություն։